Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Corner Coast-ի երկրորդ հաղորդումն է եւ Կարենի հետ խոսելու ենք մեր տարածաշրջանից եւ մեր իշխանություններից։ Ողջույն Կարեն։ Բարև Ազա։ Եվ ինչի մասին ենք մենք այսօր խոսելու, ինչ ես ուսումնասիրել եւ ինչն է քեզ հարվածրել։ Նախ ամենաառաջին հերթին Իրանից կխոսենք, այնուհետև կխոսենք այդ գործընթացի անդրադարձը Հայաստանի վրա, վտանգները, սպառնալիքները, որոնց առաջ մենք կանգնած ենք, եւ իհարկե կխոսենք, որովհետեւ այդ ամենը նույն համատեքստում է Նիկոլ Փաշինյանի Պերաշկուց, Կուկուռուզից եւ վերջին իր հյուրախաղերից Վրաստանում։ Ես կխնդրեմ, որ մեր գործընկերները նաեւ հետո հրապարակեն քարտեզը, որ հստակ երևա որտեղ է Հայաստանը, որտեղ է Իրանը եւ ինչ է կատարվում մեր տարածաշրջանում։ Առավել եւս այն պատերազմացենք թե ռազմական գործողություններ ասենք, որոնք տեղի են ունենում Իրանում, սահմանափակված չեն այլևս միայն Իրանում, ամբողջ մերձավոր արևելքը գտնվում է պատերազմի մեջ։ Ես հետևել եմ նաև միջազգային փորձագետներին, ամերիկյան թերթերն եմ վերջին օրերին կարդացել, հոդվածներ մի շարք եւ զգացվում է, որ զարմանք կա, որ պատերազմը արդեն տեղափոխվել է Բահրեյն, տեղափոխվել է հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններ, ով կպատկերացներ, որ Դուբայում կամ Աբու Դաբիում կլինեն նման պայթյուններ, ինչին մենք ականատես եղանք այս օրերին, եւ այսինքն այդ աշխարհագրությունը պատերազմի ընդլայնվել է եւ սա իսկապես մեծ պատերազմ է եւ կողմերից եւ ոչ մեկն էլ չի ասում, որ իրենք սահմանափակվելու են ինչ որ ռազմական գործողությունների ինչ որ մի ձևով, ասենք, չեն ասում, որ կլինեն միայն օդային հարվածներ եւ որևէ ցամաքային ներխուժում եւ Իրանն էլ ասում է, մենք ամեն ինչ անելու ենք, պաշտպանվելու ենք եւ մեզ որևէ սահմանափակում այլևս չկա այն բանից հետո, երբ սպանեցին Իրանի հոգեվոր առաջնորդին Եվ այս պատերազմը արդեն չի կարելի կոչել ռազմական գործողություններ, սա իսկապես մեծ պատերազմ է եւ ամենահետաքրքիրը, որ փորձագետներից, ռազմական փորձագետներից եւ ոչ մեկը նույնիսկ մոտավորապես չի կարող ասել, թե ինչքան կտևի այս պատերազմը, որտեղ Միացյալ Նահանգների նախագահը Թրամփը պարբերաբար ինչ որ հայտարարում էր, որ մի քանի շաբաթ կտևի, 4 շաբաթ կտևի եւ այլ, բայց իրականում շատ կասկածել է, որ այս պատերազմը 4 շաբաթից կավարտվի։ 4 շաբաթից չի ավարտվելու, որովհետեւ ներողություն, Թրամփը երբ նախնապես հայտարարեց, որ 4 շաբաթ կտևի այս պատերազմը, այնուհետև 1-2 օր հետո ինքը հավելեց, որ գուցե եւ պատերազմը տևի մի 2 շաբաթ ավել, քան նախատեսած էր։ Ինչը խոսում է այդ հռետորաբանությունը ամբողջը խոսում է, որ կողմերը համենայն դեպս այս պահի դրությամբ վճռական են գնալու մինչև վերջ։ Որ իրանական ռազմական ուժերը զարմացրել են Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, խոսում է նաեւ այն, որ Միացյալ Նահանգները ակտիվ դիմում են ՆԱՏՕ-ի շրջանակում իրենց դաշնակիցներին, եվրոպական երկրներին մասնավորապես, որ կարողանան նրանց կայանները, բազաները նույնպես օգտագործել, բայց մենք տեսնում ենք եւ օրինակ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան հրաժարվել են ու Գերմանիան հրաժարվել են, ընդ որում հրաժարվել են կոշտ հայտարարություններով, Մակրոնը մասնավորապես, եթե նկատել ես, հայտարարել է, որ սա անօրինական պատերազմ է, որևէ ձևով իրենք այս պատերազմին մասնակից չեն լինելու եւ դատապարտում են հարձակումը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Ֆրանսիան, նույն Գերմանիան ու Մեծ Բրիտանիան նաեւ կոչով են հանդես գալիս Իրանին, դիմելով Իրանին, որպեսզի Իրանը հրաժարվի պատասխան հարվածներ հասցնելու։ Ընդլայնելու երկակի ստանդարտի շնորհիվ։ Բնականաբար Մեծ Բրիտանիան իհարկե պետք է առանձին Մեծ Բրիտանիան ի տարբերություն Իսպանիայի կամ Ֆրանսիայի կամ Գերմանիայի արդեն ասել է, որ իր բոլոր ինչ ունեն կարող են տրամադրել Միացյալ Նահանգներին, մերձավոր արևելքում ինչ ունեն
Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին օգնելու համար Մեծ Բրիտանիան այդ առումով միշտ տարբերվել է եվրոպական մյուս երկրներից, այսինքն մենք խոսք ունենք մի պատերազմի հետ, որի ավարտը անկանխատեսելի է եւ ժամանակի առումով է անկանխատեսելի եւ անկանխատեսելի ով է հաղթելու այս պատերազմում եւ նաեւ մասշտաբների մեծացման այո եւ հնարավոր չի նույնիսկ կանխատեսել թե ինչ քաղաքական ապագա կունենա այս պատերազմից հետո Միացյալ Նահանգների նախագահ, այսինքն Դոնալդ Թրամփը ես որովհետեւ հետևում են նաեւ ինչ է կատարվում Միացյալ Նահանգների ներսում, ինչ են խոսում օրինակ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները եւ ինչպես են նրանք դատապարտում Թրամփի այս պատերազմը, ասում են, որ Թրամփը սկսել է մի պատերազմ, որը որ Միացյալ Նահանգներին պետք չէ, մասնավորապես նման հայտարարությամբ հենց առաջին օրը տեսագրություն տարածեց Կամիլա Հարիսը, Կալիֆոռնիայի նահանգապետն է նման հայտարարություն արել։ Մի խոսքով անկանխատեսելի է նաև մեզ համար, ինչ հետևանք կարող է։ Մենք կխոսենք հիմա Հայաստանից, բայց ես ուզում եմ նաև շեշտել, որ այդ նույն Թրիպ ասածը օրինակ արդեն ակնհայտ չէ, որ Թրիպ ասածը կմնա Միացյալ Նահանգների հետաքրքրության դաշտում, որովհետև ինչ կլինի Իրանում, մեծապես կախված է Թրիպի ճակատագիրը, թե ինչ է լինելու, այո, Իրանում, եւ ինձ հետաքրքիր է նաեւ թե մեր տարածաշրջանի երկրները ինչպես են փոքր տարածաշրջանի նկատի ունեմ մի հատ Վրաստանը եւ Ադրբեջանը եւ եթե համեմատում ենք ինչ են անում, ինչ հայտարարություններով են հանդես գալիս Վրաստանն ու Ադրբեջանը եւ ինչ հայտարարություն է անում Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի նախագահը մասնավորապես հենց կամ առաջին կամ երկրորդ օրը անմիջապես իր ցավակցությունը հայտնեց։ Ու սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև դիվանագիտության մեջ առհասարակ միջազգային հարաբերություններում ոչինչ այնպես չի լինում եւ ոչ մի բան ոչ ոքի աչքից չի վրիպում, նույնիսկ օրերը մարդիկ ուշադրություն են դարձնում օրերի վրա, նայեք, երբ որ սպանվեց Իրանի հոգևոր առաջնորդը, անմիջապես նույն օրը Ալիևը ցավակցական ուղերձ հղեց Իրանին Ադրբեջանում Իրանի դեսպանությունը։ Այո, իսկ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսքով հանդես եկավ, այո, միայն հաջորդ օրը, այսինքն նույնիսկ այդ գործընթացում Նիկոլ Փաշինյանը ուշացավ իր ցավակցական ուղերձում։ Դա կարող է ունենալ երկու պատճառ եւ իդեպ երկուսն էլ կարող են միաժամանակ լինել։ Առաջինը սա կարող է լինել քաղաքական տգիտության արդյունք, որ հաշվի չեն առնում, որ յուրաքանչյուր մանրունք իրենց պատկերացմամբ իհարկե մանրունք կարող են ուղղակիորեն ազդել միջպետական հարաբերություններում, որովհետեւ երբ որ դուք անմիջական հարևանին բնական դաշնակցին, այսպես ասած, ցավակցում ես երկրորդ կամ երրորդ օրը, վաղը միսօր հարկ եղած դեպքում օգնությունն էլ իրենցից կստանաս նույն հայելային արտացոլմամբ, ինչ որ դու ես իրենց մոտեցել։ Այդ բանով նույնպես Ալիևը այնուամենայնիվ իրեն ապահովագրեց հետագա ցանկացած սցենարների զարգացման ավելի շահագրգռված է Թրիփում, քան Փաշինյանը, Հայաստանի իշխանությունը, այդուամենայնիվ Ալիևը, այսպես ասենք, չվախեցավ հենց առաջին օրը անմիջապես սպանությունից հետո իր ցավակցությունը հայտնել Իրանի իշխանություններին եւ ժողովրդին, իսկ Հայաստանի իշխանությունները կամ քո ասած տգիտության պատճառով կամ էլ վախվորացության այո, կամ էլ սպասում էին ինչ որ արձագանքի Միացյալ Նահանգներից իրենց օղակներով գուցե դիմել էին հասկանալու համար կարող են ցավակցել պետք չէ ցավակցել այսինքն սա էլ է ցույց տալիս որ մենք ոչ այո օբյեկտ ենք բ մեր իշխանությունները մեղմ ասած այնքան էլ adekvat չեն բայց ես անկեղծ ասած մտածում եմ այս իրավիճակում հաշվի առնելով թե ովքեր են Հայաստանի իշխանությունները ովքեր են Հայաստանի ղեկավարները գուցե իրենք ընդհանրապես ոչինչ չասեն եւ ոչինչ չանեն բայց մի կարևոր հանգամանք կա այստեղ ի տարբերություն Ադրբեջանի Աստված մի արասցե եթե առաջնորդվենք այն կանխավարկածով որ հնարավոր է Իրանը պարտվի ապա Իրանի պարտության պարագայում Հայաստանը ավելի շատ է տուժում տարածաշրջանում, քան Ադրբեջանը։ Նույնիսկ ավելին գուցե միակ տուժողը այս պարագայում լինի Հայաստանը, Ադրբեջանի օգուտները կարող են ավելի շատ լինել մի քանի անգամ համեմատած Հայաստանի վնասներին, որովհետև Իրանի պարտությունը ի վերջո չարագուշակ չէ
հնչի, բայց կարող է շատ ուղղակիորեն սպառնալ նաև Հայաստանի պետականության ընդհանրապես։ Այո, չմոռանանք, որ Իրանում Հայաստանի հետ սահմանակից շրջաններում առնվազն 15-ից 20 միլիոն էթնիկ ադրբեջանցի է ապրում եւ սրա մասին էլ պետք չէ մոռանալ եւ իդեպ Ադրբեջանը այսօր ես լրահոսում կարդացի ադրբեջանական լրատվամիջոցները գրում են որ Ադրբեջանը ուժեղացրել է իր ներկայությունը Իրանի հետ սահմանին ռազմական ներկայությունը այսինքն այնտեղ տեղակայվել են ինչ որ ստորաբաժանումներ ինչը նորմալ է որովհետեւ սահմանից այն կողմ մեծ պատերազմ է եւ այդ պատերազմի թիրախում են նաեւ էթնիկ ադրբեջանցիները Ընդ որում նույնը կարող էր անել Հայաստանը այն առումով չէ որ սահմանին մոտ ինչ որ զորքեր տանել, բայց որ անհրաժեշտ էր ստեղծել ինչ որ մի հատ ճգնաժամային խումբ այս պատերազմին հետևելու եւ ժամանակին արձագանքելու դա ակնհայտ է, որովհետեւ եկեք նաեւ հիշենք որ Իրանը այն երկիրն է մերձավոր արևելքում, որտեղ ամենից շատ հայ ապրում եւ այդտեղ մեծ հայկական համայնք կա, ասենք գոնե մեր հայերի ճակատագիրը պետք է որ այս իշխանություններին հետաքրքրի։ Բայց ինչու ոչ, եթե նույնիսկ զորք տանեին։ Ինչու ոչ, որովհետեւ մի հատ sense կարևոր հանգամանք կա։ Քո մատնանշած 20 միլիոն էթնիկ ադրբեջանցիները մենք չգիտենք ինչքան։ Ասում են 15-ից 25 միլիոն վերցնենք միջինը, այո, 20 միլիոն։ 20 միլիոն ադրբեջանցիները, էթնիկ ադրբեջանցիները Իրանի, Աստված մի արասե Իրանի պարտության դեպքում այդ 20 միլիոնը գալու է Հայաստան։ Միանշանակ այդ 20 միլիոնը գալու է Հայաստան առանց զենքի, առանց կրակոցի, պարզապես որպես փախստական վիճակում, ընդ որում իրենք թե ինչպես կձևակերպեն իրենց գալը Հայաստան, այնուամենայնիվ ադրբեջանցիների գալը եթե Իրանը պարտվի եւ միանշանակ փլուզվելու է Իրանը, չի բացառվում նաեւ մասնատվի եւ այդ ադրբեջանցիները գալու են արդեն զավթողական նկրտումներով Հայաստան։ Այո, եւ այդ ճգնաժամային խումբը, որ ասում եմ նման դեպքերում սովորաբար պետք է ստեղծել, նաեւ սա կանխելու համար կամ գոնե ինչ-որ մի ռազմավարություն մշակելու համար, որ հասկանան ինչ անեն, եթե նման սցենարով լինի շարունակությունը պատերազմի, ինչ անել, եթե ադրբեջանցիները ազգությամբ փախստականների կարգավիճակով մտնեն Հայաստան, ինչ քաղաքականություն պետք է վարել այդ մարդկանց հետ, ինչ անել, ոնց տարհանել Իրանից նաև հայերին, մի խոսքով հարցերը բավականին շատ են, էլ չեմ խոսում տնտեսական հետևանքների համար, ինչ է լինելու Հայաստանի հետ, որովհետև Իրանը նորից քարտեզին եթե նայում ենք, հասկանում ենք, որ ունենք 4 հարևան եւ այդ 4 հարևաններից միայն հարավում Իրանի, հյուսիսում Վրաստանի, արևմուտքում հյուսիսում Վրաստանի հետ, որ մենք ունենք ցամաքային սահման գործող, բաց սահման, այսինքն ինչքան էլ իշխանությունները վիդեոներ անեն ու ցույց տան, որ վայ Ադրբեջանից եկավ ինչ-որ մի հատ նավթ կամ չգիտեմ ինչ եկավ, մենք արդեն առևտուր ենք անում Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ, իրականում թուրքական եւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները փակ են եւ Հայաստանը ուներ միայն երկու սահման, Իրանն ու Վրաստանը, Իրանի սահմանը կարելի ասել որոշ սահմանափակումներով է աշխատում, որովհետեւ Իրանում պատերազմ է, մնում է միայն հայ-վրացական սահմանը։ Ուշադրություն դարձրեք, մենք ինչ ողբերգական վիճակի մեջ ենք իրականում գտնվում, ինչ պայթյունավտանգ իրավիճակի մեջ, որովհետեւ Իրանի թուլացումը ու Իրանի պարտությունը մեզ դնելու է հետեւյալ իրավիճակի մեջ, որ այդ 4 հարևաններից 3-ը դառնալու են թուրք-ադրբեջանական։ Իդեպ ռազմավարության համար, որ ասում ես, ինձ թվում է Հայաստանը ունի այդ ռազմավարությունը մշակված ու այն ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստան գաղափարախոսությանը, որում նա թմբկահարում է այստեղ հաց, այստեղ կաց, այդ իր սպառողական, չէ՞, սպառողական մոտեցում է պերաշկին ու կուկուրուզը դրա վառ պերաշկին եւ կուկուրուզը այդ պատկերները, լուսանկարներն ու տեսագրությունները կարելի էր դրանց վրա մի լավ ծիծաղալ եւ տրամադրություն բարձրացնել, բայց իրականում դա ծիծաղալու չէ, այլ լացելու է, որովհետեւ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի վարչապետի ոչ adekvat
պահվածքը մեծ պատերազմի ֆոնին նկատել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, ֆիքսել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այսօր այդ թեմային անդրադարձել էր նույնիսկ BBC-ն, գրելով, որ թե ինչպես է Հայաստանի վարչապետը պիրաժկի ուտում այն օրը, երբ Իրանում մեծ պատերազմ է սկսվել, մեմ է դարձել։ Սա արդեն մեմ է դարձել, սրա մասին խոսում են ռուսական լրատվամիջոցները, արևմտյան լրատվամիջոցները եւ այսինքն այն որ սա adekvat չէ, նաեւ այդ մեմն է, հա, մեմերն են վկայում, իսկ Հայաստանի իշխանությունները փոխարենը երկրորդ օրը իրենց ուրիշ ձև սկսեին պահել կամ գոնե նկատեին, որ հասկանային, որ աշխարհում սա նորմալ չի ընկալվել, հակառակը երկրորդ օրը գնացին կուկուրուզ կերան, երրորդ օրը նորից գնացին կուկուրուզ կերան, ավելին Հայաստանի վարչապետը մեկնեց Վրաստան, Իրանում եւ տարածաշրջանում մեծ պատերազմի ֆոնին սկսեց բառաբաններ նվագել, սա նորմալ չէ։ Իհարկե, նայեք, այս պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է գործեին արտակարգ ռեժիմով, այսինքն ամբողջ պետական ապարատը, ամբողջ պատկան մարմինները սկսած վարչապետից վերջացրած ամենաստորին օղակներով պետք է աշխատեին խիստ ռեժիմի պայմաններում, սակայն այստեղ կա մի հանգաման, բայց տարբեր նախարարություններից։ Մի հարց տամ, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը պերաշկի ու կուկուրուզ շուտեր, ինչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, ինչ եմ այդ հարցը տալի, որովհետև ցավալիորեն Նիկոլ Փաշինյանը գուցե ինքն է իրեն դրել, գուցե պարտադրաբար են իրեն հասցրել մի այնպիսի վիճակի, որից այլևս որևէ բան կախված չէ։ Կարեն, դու չես նկատել, որ Հայաստանի հասարակությունը չի ասում, որ Հայաստանի իշխանությունները ինչ որ բան անեն։ Հայաստանի հասարակությունը այլևս չի ակնկալում, որ Հայաստանի իշխանությունները ինչ որ խելոք բան կանեն։ Հայաստանյան հասարակությունը, հայաստանցիները պարզապես պահանջում են, որ նա իրեն adekvat պահի։ Գոնե պիրաժկի եւ կուկուրուզ չուտի չեն ասում, գնա խելոք բաներ ար, չեն ասում գնա ճգնաժամային խումբ ստեղծի, չեն ասում գնա, չգիտեմ, տեսախցիկների արջով պերաշկի մի կե։ Գոնե քեզ այնպես պահի, որ քո ոչ adekvat լինել մենակ մեզ համար ակնհայտ լինի։ Բայց Քաջնաձարը կհիշես, որ ասում է գյադեք դեսն անցեք, չէ, գյադեք դեսն անցեք։ Հիմա ինձ թվում է սենց այս կանխավարկածով հա առաջնորդվեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ազդեցություն չունի այն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներսում, իսկ մեն Նիկոլ Փաշինյանը այհա հայտնվել է այդ իրավիճակում, որ նրան ասում են գյադեք դեսն անցեք, չէ, գյադեք դեսն անցեք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որպեսի կոմպենսացնի ինչ-որ փորձի օրակարգ ստեղծել, այնուհետև այդ իր ստեղծած ծիծաղելի իհարկե օրակարգը ասոցացնի ու գեներացնի ներքաղաքական հարցերի շուրջ, ստիպված դիտավորյալը չէր նկարված պերաշկին կուկուրուզը, հո ինչ-որ մեկը հեռախոսով կողքից չէր նկարել գաղտնի։ Հիմա նա ինչ ուղերձ է եղում, նա ինչ է ասում։ Ինքը նկարել է, որ իր ընտրազանգվածին դուր գա, հակառակ ռեակցիան է ստացել, բայց այն չար փուճուր երեխաների պես են, որ ասում են, էլ ինչ անես, չէ կգնամ կանեմ, օ երկրորդ օրը գնում է, էլի նույն բանը անում է, չգիտես ինչի, որովհետև չի հասկանում։ Պողոսին հայտնի ԿՊԱ-ական падգամավորներից մեկի հարևան Պողոսին, ինչ է ասում է Պողոս, որքան էլ Իրանում իրար սպանեն, որքան էլ իրար մորթեն, ինչ պատերազմել լինի, նույնիսկ Հյուսիսային Կորեան է հայտ ներկայացրել օգնություն Իրանին ու մասնակցել պատերազմին, որքան էլ աշխարհը պայթյունավտանգ լինի, ես իմ խաղաղությունից չեմ շեղվելու ոչ մի քայլ եւ մենք խաղաղության մեջ ենք այն աստիճանի, որ թեկուզ մեր սահմանների մոտ կրակում են, թեկուզ այդ սահմանները վաղը կարող է իջիկ դառնալ եւ այնտեղից 20 միլիոն ադրբեջանցիներ գան Հայաստան, մեկ է Պողոս, մենք խաղաղ ենք այնպես, որ կարող ենք հանգիստ չեմ կարծում, որ իրենք ավելի Հայաստանի իշխանությունների ասած խաղաղությունը ավելին է, քան օրինակ Դուբայում խաղաղությունը, տնտեսությունը զարգացած, լեգենդ դարձած քաղաք, որտեղ չգիտեմ, ծաղկում է ամեն ինչ, բոլորը տեղափոխվում են Դուբայ, ասում են ամենաանվտանգ տեղն է, բնակարաններ գնում եւ այլ եւ իրականում Դուբայն էլ է հայտնվել այս մեծ պատերազմի
թիրախում եւ տնտեսական ոչ մի բան քեզ չի փրկի, եթե կա վտանգ եւ դու կարող ես հայտնվել այդ պատերազմական գործողությունների թիրախում։ Սա նաեւ ես նաեւ ուզում եմ իմանալ։ Բայց նույնիսկ ներողություն, նույնիսկ այս ռմբակոծության ներքո Դուբայը ավելի անվտանգ է, քան թե Հայաստանը այս պերաշկու ու կուկուռուզի տրամաբանության շրջանակներում։ Հայաստանը իսկապես չեմ հիշում ով էր ասել այս վերջերս ինչ-որ ոդկաստ կամ հարցազրույց է լսում, բայց իսկապես մեզ միայն մնում է աղոթել։ Աստված այս անգամ էլ մեզ ինչ-որ մի ձևով փրկիր թող այդ պատերազմը այս կողմ չշեղվի եւ մեզ չհասնի, որովհետեւ մենք ունենք ոչ adekvat իշխանություններ եւ մենք նույնիսկ վախենում ենք պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ եւ արդյոք կմնա Հայաստանը, եթե պատերազմը հասնի Հայաստան։ Բայց իրականում սա իրոք ողբերգություն է, ազա, որովհետեւ նայր, մարդը սովորաբար երբ արդեն հայտնվում է ազատ անկման ռեժիմում, երբ որ նա գլորվում է անդունդը անկասելի ու նույնիսկ ինքը չի ուզում ոտքի կանգնել անդունդից բարձրանալու համար, նման պարագաներում սովորաբար ինքն էլ է սկսում նպաստել իր մինչև վերջ գահավիժմանը։ Ինչ եմ սա ասում, նայ, լավ, փրկվելու բնազդը չի աշխատում։ Այո, նայ, տեսականորեն լավ, ենթադրենք այդ պերաշկին չարաբաստիկ կուկուռուզը ինչ որ ներքին լսարանի համար ինչ որ Պողոսին, ասենք, ուղված ինչ որ մեսիջներ էր եւ այլն եւ այլն։ Լավ, իսկ ինչ մեսիջ էր Վրաստանում, ասենք աշխատանքային այցով գնացել ես Վրաստան, լավ, թե պետք է որևէ ասենք կարևոր իրադարձություն տեղի չունեցավ, բայց ինչևէ, աշխատանքային այց էր գնացել ես, ինչ պարտադիր էր այնտեղ հյուրախաղերով հանդես գա։ Ասեմ ինչ, ինչպես է դա տեղի ունեցել։ Ես չունեմ ինսայդերսկի ինֆորմացիա, բայց ես ենթադրում եմ, որ երբ դեռ չկար այդ պատերազմը Իրանում, երբ չէր սկսվել այդ հարձակումը Իրանի վրա, երբ որ դրանք ծրագրում էին ինչ է անելու Փաշինյանը Թբիլիսիում, կար նաև այդ հարվածայինների համերգը կամ չգիտեմ, կար այդ դրվագը գրված էր իր ծրագրում, որ առաջին օրը նա գնալու է վրացի երաժիշտների հետ բառաբան նվագի։ Եվ երբ որ արդեն այցը տեղի ունեցավ եւ պատերազմ է, պարզապես նա չմտածեց ծրագիրը փոխելու համար։ Այդ առումով սա էլ է շատ հետաքրքիր, որ խոսում է իշխանությունների ոչ adekvat պահվածքի մասին։ Օրինակ կարող է տարբեր ձև մեկնաբանվի, սակայն ես գտնում եմ, որ եթե նույնիսկ սկզբնապես նախատեսված է եղել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այնտեղ թմբուկ նվագի, դա ես չգիտեմ որքանով է սազական պետության մի ղեկավարի, որը պրոֆեսիոնալ երաժիշտ չէ ու որքանով է սազական, որ պետության ղեկավարը աշխատանքային այցով գնում է որևէ երկիր, այնուհետև գնում է փապ եւ սկսում է նվագել, օրինակ Մուսոլինին մի քանի անգամ կշռով ավելի բարձր ծանրակշիռ գործիչ էր պատմության մեջ իր հետքը թողած քան Նիկոլ Փաշինյանը եւ ասում են նա շատ լավ ջութակ էր նվագում, սակայն աներևակայելի է որ Մուսոլինին իր ասենք պաշտոնական աշխատանքային այցերի ժամանակ ջութակը ոնց էր Ելցինը բարում կամ դիրիժորություն անում։ Բայց չէր մտնում պրոտոկոլի մեջ ասենք աշխատանքային կամ պաշտոնական այցերով նախատեսված չէր, որ հանդիպումից հետո Ելցինը պետք է πάρի։ Հիմա ասենք, եթե այս ամենը դառնում է օրինաչափ, արդեն երևույթ, օրինակ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինձ վիրավորված կզգամ, եթե ընդդիմություն լինեի, ֆիքսում են իր նվագելը, ոչ պրոֆեսիոնալ։ Կրկնակի անգամ վիրավորված կզգայի, եթե Աստված չտա հունիսին Փաշինյանը, այդ նույն Փաշինյանը, որ թացը չորից չի տարբերում եւ ոչ միայն մեր հայ ընդդիմադիրների կամ հայ լրագրողների համար, այլ նաեւ միջազգային լրատվամիջոցների համար արդեն ակնհայտ է, որ նա adekvat չէ եւ պատկերացրու ինչ ամոթ կլինի ընդդիմության համար հունիսին պարտվել այդ ոչ adekvat մարդուն երկրորդ անգամ։ Դրա համար էլ մեր քաղաքացիները պետք է ուշադրություն դարձնեն այդ հանգամանքին, որովհետեւ եթե արտաքին խաղացողներին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի ոչ adekvatությունը, այո, բոլորին արտաքին խաղացողներին ձեռք է տալիս, ոչ որքան տվյալ պետության ղեկավարը լինի ոչ adekvat, այնքան կգործի Քաջ Նազարի այդ հայտնի խոսքը, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հետևություն անեն հատկապես այս Իրանում ընթացող պատերազմի ֆոնից, սա պետք է ազդակ լինի,
որ ինչով է զբաղված իրենց ղեկավարը այն պարագայում, երբ ամբողջ աշխարհը շունչը պահած, նույնիսկ այն երկրները, որոնք հազարավոր կիլոմետրերով հեռու են պատերազմական գոտուց, նույնիսկ այդ երկրները շունչները պահած հետևում են Իրանում տեղի ունեցող գործողություններին, սակայն մեր պետության ղեկավարը հանդես է գալիս հյուրախաղերով եւ պերաշկի կուկուռուզ ուտելով։ Իդեպ մեր հանրությունը պետք է ուշադրություն դարձնի ոչ թե բուն պերաշկու ու կուկուռուզի վրա, ընդդիմությունն էլ ոչ թե պետք է գեներացնի բուն ուտելու գործընթացը, որովհետեւ բնական է պատերազմ, բայց մարդը այնուամենայնիվ պետք է ուտի, չէ՞։ Ոչ թե ուտելու վրա, այլ այդ ուտելը նկարահանելու ու այդ ուտելը տարածելու, գեներացնելու վրա, երբ որ դա անում է պետության ղեկավարը, այսինքն ինչքան հույս կարող ենք մենք ունենալ այսօրվա իշխանությունների նկատմամբ իրենց այդ ոչ ադեկվատ պահվածքների արդյունքում, եթե իհարկե կոնկրետ նպատակ ու կոնկրետ դիտավորություն չկա այդ պահվածքում։ Չեմ կարծում, որ այստեղ կոնկրետ նպատակ կամ կոնկրետ դիտավորություն կա, չէ, հենց Փաշինյանը պարզապես մտածում է, թե այդպես ճիշտ է, այդպես ինքը մոտենում է, ավելի մոտ է դառնում իր էլեկտորատին, այն մարդկանց, որ իրեն ընտրել են եւ ինքը հույս ունի, որ նորից կգնան կընտրեն, որովհետեւ մեր տղան է, պարզ մարդը, հələ տեսեք ձերքերով յուղոտ այդ պիրաշկին ոնց է վերցրել ու առած անձեռոցիկ ուտում, սովորաբար մարդիկ հենց այդպես էլ ուտում են այդ պիրաշկին, մի մասը մարդկանց, ամենայն դեպս այն մարդիկ, ում վրա հույս է դրել Փաշինյանը եւ նա այդ տեսանյութը տարածելով ասում է, տեսեք, ես ինչ տղա եմ, ես լավ տղա եմ։ Ձեզնից մեկն Այո, ես ձեզնից մեկն եմ, ես ձեր համար հասկանալի, ձեզ համար լավ տղա եմ, թոշակառուներին էլ 10,000 դրամով թոշակներն են բարձրացրել, համոզված եմ, որ մայիսին կայանալիք այդ մեծ եվրոպական հավաքին ինչ որ հայտարարություններ կհնչեն վիզաների ազատականացման ինչ որ գործընթացի մասին, կխոստանան, որ տեսեք, եթե մեզ ընտրեք, 1 տարի հետո կարողանանք Միացյալ Նահանգներ Եվրամիության երկրներ գնալ առանց վիզաների ու նման ինչ որ սրանք պոպուլիստական հայտարարություններ ու քայլեր են, բայց պետք է ակնհայտ նշել, որ իհարկե սրանք ազդում են մարդկանց վրա, հա, մարդիկ, որ ում Փաշինյանը արդեն ինչ որ բանով սրսկել է եւ համոզել է մի զանգսկազանգված կա, Նիկոլիզմով, այո, որ այսօր կարևորը դու ինչ ես կերել, քո սառնարանում ինչ է։ Դա չէ թաքցնում։ Ասում այստեղ հաց, այստեղ կաց։ Այսինքն նա հայրենիք արժեքը, բացարձակ արժեքը, չէ՞, անվիճելի արժեքը նույնացրել է ուտելու հետ։ Երբ որ նա ասում է այստեղ հաց, այստեղ կաց, դա կարելի է նման խոսքով կարելի է դիմել անասունին, որովհետև անասունի համար է, չէ՞ մեկ որտեղ ինքը կարած է, կարող է որ առատ խոտը լինի, առատ կերը լինի, ինքը կուշտ ուտի, թե հիմա ինքը կուշտ ուտում է Նորվեգիայում, թե Հայաստանում, թե Ինդոնեզիայում կամ Բրազիլիայում, իր համար որևէ տարբերություն չկա, խոտը կա։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է այստեղ հաց, այստեղ կաց, նա դուրս է վանում այդ իր սպառողական ձևակերպումից ողջ ազգայինը, ողջ արժեքները, ողջ հայրենիքը։ Եթե վերընտրվի Փաշինյանի կուսակցությունը, Փաշինյանը եւ նորից դառնա Հայաստանի վարչապետ, մեր ազգի մասին երևի կարելի կլինի ասել, որ մենք սառնարանային ազգ ենք։ Մի ավելացում, հիմա ընդդիմության հռետորաբանության մեջ շատ է հնչում նման միտք, որ 2026 թվականի հունիսի ընտրությունները գոյաբանական են եւ կամ Հայաստան Բայց իրենց պահվածքը ինձ չի հուշում, ընդդիմադիրների պահվածքը ինձ չի հուշում, որ նրանք իսկապես հասկացել են, որ գնում են։ Բայց շեշտադրմանն եմ ուզում անդրադառնամ, երբ որ ասում են Հայաստան կամ կլինի կամ չի լինի, ինձ թվում է դա սխալ շեշտադրում է, որովհետեւ դիտողի, լսողի ընկալումներում ձևավորվում է նման մոտեցում, որ կամ ընդդիմությունը հաղթում է եւ Հայաստանը լինում է, կամ Հայաստան առհասարակ վերանում է։ Ընդհանրապես ՄԱԿ-ը լուծարում է Հայաստանի Հանրապետությունը, վերջ չի լինելու։ Չէ, այդ շեշտադրումը սխալ է։ Իհարկե լինելու է Հայաստանի Հանրապետություն։ Շեշտադրումը պետք է արվի, բայց ինչպիսի Հայաստան է լինելու, թուրքահպատակ Հայաստան է լինելու։ Ավելացնեմ, Կարեն, իհարկե, եթե նույնիսկ Փաշինյանը հաղթի, Հայաստան կմնա, կլինի Հայաստան, կմնա Հայաստանի Հանրապետություն,
հարցը թե ինչքան երկար կգոյատևի Ինչպիսի Հայաստան։ այդ հանրապետությունը, ինչքան երկար կգոյատևի, որտեվ եթե մի 20 տարի հետո այսօրվա Հայաստանի բնակիչների մեծ մասը լինեն էթնիկ ադրբեջանցիներ, նրանք հանրաքվե կանեն եւ ժողովրդավարական ճանապարհով Հայաստանի եւ անունը կփոխեն եւ ընդհանրապես կասեն մենք ուզում ենք լինել Թուրքիայի մի մաս կամ Ադրբեջանի մի մաս։ Հանրաքվե անում, երբ որ լինում են իրանք մեծամասնություն այստեղ, իդեպ լավ հիշեցրեցի։ Որովհետև կասը, եթե ես իրենց տեղը լինեի, ես այդպես կանեի, որովհետև հայի գենը հոչը վերջացավ։ Մի օր կգա իշխանություն, ահա, եւ քանի դեռ հնարավոր է, հենց դրա սա մի քիչ ավելի այլ թեմա է եւ ավելի երկար զրույց է։ Բայց քո ասացի վրա մի բան հիշեցնեմ մեր դիտողներին, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի հարց այլևս չի լինելու Արցախի հարցը, ընդհանրապես ինքը նախ Արցախ չի ասում Ղարաբաղի հարցը ընդհանրապես փակված է եւ այլն, բայց սակայն մեր դիտողների ուշադրությունը դարձնենք մի հանգամանքի վրա, որ Արցախյան առաջին ազատամարտը, առաջին շարժումը փրկեց ոչ միայն Արցախը, այլ նաև փրկեց Հայաստանը ադրբեջանականացումից։ Եթե չլիներ Արցախյան 88-յան շարժումը, այսօր այստեղ ճնշող մեծամասնությունը լինելու էին ադրբեջանցիներ եւ դրա հետ կապված ժամանակին, այսինքն ժամանակին չէ 88-89 թվականներին Թուրքիայից հաճախ էր հնչում տեսակետ, ընդ որում բարձրաստիճան պաշտոնյաներից, որ Ադրբեջանի կողմից հիմարություն էր Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելը, որովհետև եթե չլիներ հայ-ադրբեջանական պատերազմը, այսօր մենք հանգիստ կվերցնեինք առանց որևէ պատերազմի ժպիտով, սիրով, ծափահարություններով կվերցնեինք թե Արցախը, թե Հայաստանը։ Եվ մեր իշխանություններն այնքան տգետ են, որ չեն հասկանում արցախցիների վերադարձի իրավունքը օրակարգում պահելը նաև պատնեշ է ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը Հայաստան։ Բայց Նիկոլ Փաշինյանը նույն այդ հարցի հետ կապված լեգիտիմացնում է, այո, բառից բուն իմաստով լեգիտիմացնում է Արևմտյան Ադրբեջան այդ զավթողական ու առհասարակ Հայաստանի Հանրապետության գոյությունը ժխտող գաղափարախոսությունը, որովհետև նա ասում է, որ արցախցիների վերադարձը, որը իդեպ միջազգայինորեն ճանաչված իրավունք է, բանը ուղիղ իր արտացոլանքն է գտնում Ադրբեջանում։ Որտեվ նույն բանն է ասում նաև Ադրբեջանի նախագահը, իհարկե այն հայտարարություններում, որոնք որ ուղղված չեն ոչ իր բնակչությանը, ոչ էլ Հայաստանին, այլ երբ որ արտասահմանյան ինչ-որ արևմտյան հատկապես լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, նա օգտագործում է այդ նարատիվը, որ ասում է դե այո, եթե իրենք ուզում են ղարաբաղցիները վերադառնան Ադրբեջան Ղարաբաղ, ուրեմն ադրբեջանցիներն էլ պետքա վերադառնան Հայաստան մի հարթակի վրա դա դնելով ամեն դեպքում սա այն հարցն է, ինչքան բարձր մենք խոսենք եւ ինչքան բարձր մակարդակի վրա բարձրացնենք մեր այդ պահանջը արցախցիների վերադարձը Արցախ եւ երաշխիքներով, որ իրենք այնտեղ անվտանգ են ապրելու եւ այլ, ինչքան հաճախ մենք խոսենք մեր մշակութային Արցախում մնացած մեր մշակութային եւ մեր քրիստոնեական ժառանգության մասին, այդքան մեզ ավելի լավ, սա նույնիսկ պարզապես որպես դիվանագիտական մեծ գործիք է Հայաստանի ձեռքում եւ մեր իշխանությունները չեն հասկանում հատկապես Նիկոլ Փաշինյանը իր չէ մեր ազգային պետական բոլոր իրավունքներից հրաժարվելով պատրանք է փորձում ստեղծել որ իբր այդ ամենը արվում է հանուն ապագայի, հանուն խաղաղության ու հանուն անվտանգ վաղվա օրվա, սակայն հրաժարվելով իր յուրաքանչյուր իրավունքից իր ձևակերպամբ դրա հայելային արտացոլանքը, որը ստեղծվել է Ադրբեջանում, Ալիևը չի հրաժարվում։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է արցախցիների վերադարձի իրավունքից, Ալիևը չի հրաժարվում արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունից։ Նույնիսկ ավելին այդ կեղծ գաղափարախոսությունը ել ավելի գործնական քայլերի վրա է բերում։ Հենց սա է ողբերգությունը, այսինքն դու հրաժարվում ես ամեն ինչից, դրա հայելային արտացոլումը ստանում է էլ ավելի նրանց պահանջների մեծացումն ու ծավալները։ Կարեն մեր ժամկա կարծես թե սպառվեց եւ արի պայմանավորվենք, որ մեր հաջորդ
Corner podcast-ի հաղորդմանը ելի կխոսենք տարածաշրջանային հարցերից, որտեղ այդ հարցերը անմիջապես մեզ անդրադառնում են եւ նորից հիշեցնեմ, որ Իրանում է մերձավոր արևելքի ամենամեծ հայ համայնքը։ Հուսանք, որ չունենք դեռ ոչ մի տեղեկություն, որ այս հարվածներից տուժել են նաև հայեր, հուսանք, որ հայեր չեն տուժի եւ հուսանք, որ այս պատերազմը շատ արագ կավարտվի, բայց նորից ուզում եմ շեշտադրում անել, որ այս պատերազմը նաև թրիփի անորոշ ճակատագրի մասին պատերազմ։ Հաջորդ հանդիպմանը անպայման թրիփը մի քիչ ավելի մանրամասը թրիփի գործոնին կանդրադառնանք։ Իմ կողմից հավելեմ, որ ցավալիորեն իշխանությունների պահվածքը հուշում է, որ մենք հունիսի 7-ին ընտրելու ենք ոչ թե պատերազմի կամ խաղաղության միջև, այլ ընտրությունը լինելու է պերաշկու եւ պետության միջև։ Լավ համեմատականներ։ Ցտեսություն կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ